Բարևում եմ բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան, բարի օրհնյալ կիրակի մեզ բոլորիս, ամենա ջերմ բարիքները մեզ բոլորիս, անցալոցիկ վերցնեմ ու գնամ առաջ։ Օրը կիրակի, խաղաղ կիրակի եմ մաղթում բոլորիս, հանգստյան հաճելի օր եմ մաղթում բոլորիս, քանի որ Ջոն ծիտիկներից ցենը մի բան արժե։ Մեր մոտ օրը այսպիսի պայծառ ու տրամադրող օր է, միևնույն ժամանակ էլ մի քիչ քամոտ է։ Ինչևէ, գարնանային վերջին կիրակին ենք ճանապարհում ու մի հատ հաճելի լուրով եմ ուզում ձեր հետ կիսվեմ։ Տեսախցիկս նենց դասավոր եմ, որ քամին չշրջի ու հասկանամ, ոնց նստեմ, որ այսպես ասած մութ չլինի, արևը չընկնի վրան, այսպես։ Սիրելի հետևորդներ ջան, ուրեմն չեմ հասկանում, ոնց նստեմ, երևի թես էդ։ Իմ հին ու հետևողական հետևորդները հինը վատ իմաստով չհասկանաք, սիրելի հետևորդներ ջան, այսինքն քանի տարի ես YouTube հարթակում եմ, այդ իմաստով եմ ասում, հին հետևորդները գիտեն, որ շատ Աստծուն ընդունող, պաշտող ու առաստված խոսքս հասցնող մարդ եմ, միշտ ամեն ինչի մեջ ես միշտ ասել եմ, Տեր ջանների իմ գիտակցված ու անգիտակից մեղքերը, որովհետև եթե մարդ ենք, ապրում ենք, արարում ենք, շնչում ենք, կարա էլի լինի, որ մի սխալ բան անենք ու Աստծու աչքին դա մեղք լինի ու անգիտակից ձևով արած լինենք։ Ու երբևիցե հարկ չեմ համարել, որ ասեմ ես միշտ ճիշտ եմ, ես անթերի եմ, ոչ, ես մի մարդ եմ, ով ունի և թերություններ, և առավելություններ, սովորական մարդ ենք։ Բնավորությունով էլ, էությունով էլ, պարզ հասարակ հնարավորինս փորձում եմ հասարակ ձևով ներկայանալ ձեզ, ցույց տալ իմ առօրյան, ցույց տալ իմ անցած կյանքի բարդ ճանապարհը, որ ես անցել եմ, հաղթահարել եմ, անցնում եմ ու հաղթահարում եմ։ Երկար ժամանակ է, որ մտածում եմ, էլի սիրելի հետևորդներ, այս առումով կիսվեմ ձեր հետ, թե ոչ։ Բայց էլի նորից եկային եզրահանգման, որ իմ տեսակն է, որ ձեզնից, ոնց ասեմ, էլի, սիրել եմ ձեզ, վստահել եմ ձեզ, սիրում ու գնահատում եմ ձեզ ու միշտ ուզում եմ սատարած լինեմ ձեզ, դրա համար որոշեցի կիսվեմ, ուզում եմ կսել կոկորդս խեղդում, ինչպես միշտ չեմ կարամ այս բնավորությանս հաղեն գամ, ուրեմն ասելիքս սենց երկար բարակ չեմ ասի, սիրելի հետևորդներ ջան, գիտեք անցել եմ մի այնպիսի քարքարոտ ճանապարհ, թշնամուս անգամ չեմ ցանկանա, մինչև մայրանալը 9.5 տարի տանջվել ու տառապել եմ, դե սկզբի 3 տարին մի քիչ հույս ու հավատով, հետո արդեն բժիշկների, այս բժիշկից այն բժիշկ, այն բժիշկից այն բժիշկ, բժիշկն էլ ով ա իմ աչքին, մի մարդ, ում առաջնորդում է Աստված ու բժշկություն է տալիս իրա հնարով ու իրա այն սուրբ ձեռքերով, բժիշկն էլ անում է, մարդ արարածն էլ անում է այդ ամեն ինչը,
Եթե սխալ մեկնաբանեցի, դուք էլ ձեր տարբերակը գրեք, չեմ նեղվի։ Ինչևէ, այդքանից հետո մայրացել եմ, հետո շատ բաներ չեմ ուզում շատ խորանամ, ու երբ որ ստեղծեցյան այդ խոհանոց էջը, այն ժամանակ բլոգերություն, ֆուդ բլոգեր էի, առօրյա չէի ներկայացնում, որովհետև չէի ուզում, չէր լինում, կարողանում էի օրվա մեջ մի 40 րոպե, մի ժամ տրամադրեմ իմ խոհանոցային էջին, անցնեմ առաջ, հետո արդեն հոգսերս շատացան, գործերս էլ ավելի շատացան, տնից դուրս գալը հաճախակի դառավ, ու խոհանոցային էջս լավ տեղին տանուլ տվի, մարդ 6 տարի խոհանոցային էջ ունենա, ու իմ սրտով չի էլի աշխատում, ամեն դեպքում Աստծուն փառք, դրանից էլ եմ գոհ, Աստված եղած օրհնի։ Դրանից հետո բացեցի առօրյան, մի խոսքով էլի, ոմանց շատ սիրեցի, ոմանց կողմից լավ ու վատ կոմենտների արժանացա, կյանքա, չեմ նեղվում, ոմանց համար էլ շատ ցավացի, ինձ թվում է գիտեք, հասկանում եք ում մասին, ցավոք սրտի իմ էջում ունեմ նաև այնպիսի հետևորդներ, ովքեր ոնց ես էի տարիներ առաջ մխկտում ու մրմնջում, որ մայրանամ, նույնն էլ իրանք, շատ մի հաճելի դեպք եղավ Վարդուհու հետ կապված, սիրելի հետևորդներ, ով ինձ միշտ ասում էր, էլի ասում էր դուք Ալեքսը ու դու իմ ստիմուլն ես, դու իմ ներվերն ես հանգստացնում, Անահիտ, Ալեքսն էլ ինձ հավատում է հրաշքի, Աստծո օրհնությունով ու օգնությունով, այսօր Վարդուհին 2 տղա ունի, գիտեք, ասել եմ, ուզեցել եմ գնամ իր անտենամ, դա միակ դեպքն էր, որ այնքան էի ուրախացել, այն էլ չի ստացվել, ես պատճառը գիտեմ, չեմ բարձրաձայնում, ինչևէ գրառումների բաժնում ինքն էլ էր գրել, որ իմաստ չունի, հիվանդանոց տեսակցություն չեն թողում, մի խոսքով մի սիրունոր հաստատ հանդիպելու ենք Վարդուհու հետ։ Դրանից հետո ցավոք սրտի գիտեմ, որ էջումս ունեմ էլի հետևորդներ, Ռուզաննան, Տաթևիկը ու շատ ուրիշ մարդիկ, շատ մարդիկ, այս պահին երկուսին հիշեցի, ինձ ներող կլինեք, ովքեր մխկտում ու մրմնջում են, որ մայրանան, կներեք, որ այս բառերն եմ ասում, բայց էտա որ կա։ Հիմա մի քանի օր առաջ էր, ասել եմ չէ, որ հետևորդներ ունեմ, ժողովուրդ, շատ հետևորդներ ունեմ, որ իմ հետ չեն խոսում, անձնականով, Ալեքսի հետ խոսում են, հիմա գիտեմ ասելու եք ոնց են խոսում, երբ որ հանդիպում ենք, շփվում ենք բան, իրանք ինձ ասում են Անահիտ, կարելի է Ալեքսից համարվել ունեմ, ասում եմ, բայց դուք պատրաստ եք, որ Ալեքսը զանգի, հարցնի, ինչ որ մի բան գրի, ասի ոնց եք, իրանք էլ ասում են, թեկուզ օրը 1000 անգամ մենք Ալեքսին սիրում ենք, հա, ու այդ ձևով մի խոսքով Ալեքսի անձնականը ունեն, վեր են ունեմ, զանգում են, գրվում են, խոսում են, եղավ մի դեպք, մի օր էլի Ալեքսս խոսում է, մեկ էլ ասում է, մամա, այս ինչ մարդ է ինձ ասում է, թե մամայիդ ասա, թե ժամանակ ունես, ուզում եմ հետդ խոսամ, վայրկյանական կռահեցի, որ աշխարհի երեսին մի հրաշք էլ է տեղի ունեցել, ես չեմ ուզում սիրելի հետևորդներ, ինչ որ մեկի անունը տամ, ցավոք սրտի, էդ էլ ասենք ուղղակի զուտ բարձրաձայնում եմ, այն էլ կիրակի օրով, սիրելի հետևորդներ, այն էլ գարնանային վերջին կիրակին է այս տարվա, որ հավատակ, ձեններդ, երեսներդ, հոգիներդ առ Աստված շատ տանեք ու մրմնջակ ու աղերսակ այն ձեր մաքուր ու անկեղծ սրտով, որ դուք էլ մայրանաք։ Ու իմ էջում ես էլ երկրորդ հրաշքն է, սիրելի հետևորդներ, որ մարդը տարիների, այսպես ասած, տառապանքներից հետո մայրացել է, այն էլ ինչ հրաշք ձևով,
ու ձեզ էլ եմ ուզում խոսքս ուղեմ, մեկ հուսալքվի, մեկ մտածի, որ չի լինելու, Տաթև ջան, Ռուզաննա ջան, մյուսների անունները այս պահին մոռացել եմ, ինձ շատ կներեք, եմ որ վստահեք Աստծուն ու տեսեք, որ Աստված անմեղի Տերը միշտ էլ Աստվածն է, սիրելի հետևորդներ ջան, անմեղի խոսքը առ Աստված հասնում է, ես չեմ մոռանա այն օրը, երբ որ քնեցի, զարթնեցի ու կհիշեք, իմ հին հետևորդները կհիշեն, մի հատ լացկան տեսանյութ արի, սիրելի հետևորդներ, որտեղ մի կին, ով արդեն վաղուց մայրացել է, երևի մի 4-5 տարի, եկել Ալեքսից ներողություններ խնդրեմ, կյանքիս մեջ չեմ մոռանալու այդ օրը, կյանքիս մեջ, ինքը շատ երկար գրել էր, որտեղ չեմ ուզում սենց բառաբառ ասեմ, բայց լավ եմ հիշում ինչ էր գրել, իր գրածի միտքը այն էր, որ ինքը Ալեքսին ժամանակին նեղացրել է, գրառումի տեսքով իհարկե, ու ասում է, երբ որ ես հղիացա, ինձ Ալեքսը երազ եկավ, տեսեք ինչ հետաքրքիր բան ա էլի կյանքը, սիրելի հետևորդներ, ու ասում է, ես հասկացա, որ պիտի Ալեքսից ներողություն խնդրեմ, ամաչմել եմ, որ տենց եմ ասում, ու երբ որ ես զարթնեցի, ինչ անեմ, բլոգեր մարդը, մամա մարդը, իհարկե առաջինը մի հատ իր երեխով, հետո հեռախոսով, երբ որ հեռախոսս ձեռս վեր կանա, սկսեցի լացել, ու այնքան ուրախացա, այնքան լավ զգացի, որ մենք մարդիկս մեր սխալները կարող ենք զգանք, ու հետո տեսանյութ արի ու իրոք շատ հաճելի արժանության գնահատանքի արժանացավ այդ տեսանյութը ու ոչ թե դա տեսանյութ դառավ, դա վկայության նման մի բան դառավ, որ մարդը ընդունելու գիտակցել է էլի իր սխալը, այնպես որ հրաշքներ կյանքը միշտ լինում են, սիրելի հետևորդներ, երբեք չդադարեք հավատալ, երազել, մեկը ես հենց որոշում եմ, որ էլ վсё, արդեն կյանքդ մի ձևի մտնում է, ինձ շատ են ասում, հավեսս գալիս ա, դու երբեք չես կոտրվում, այս վերջում էլ եղավ խոսակցություն, երեկ մեր տանը մարդիկ կային, եկան, շփվեցինք, հյուրանոց էր իրանց պետք, առաջարկեցի իմ տունը, չուզեցին, հետո հյուրանոց, իհարկե առաջինը Ալեյա հոտել, հետո մյուսները ոչ մի տեղ չկար, ինչի համար շատ ուրախացա, որ իմ համաքաղաքացիները, էդ էլ բիզնեսի մի ձև ա, հետո դա ամեքի բանը չի, սիրելի հետևորդներ ջան, մարդիկ անում են, աշխատում են, գումար են վաստակում, դա շատ մեծ բան ա, փոշոտման համար երեկ եկել էին, մի խոսքով, ընկերական հավեսով առաջարկեցի, ասին չէ, մենք չենք ուզում քեզ նեղություն տանք, հյուրանոց, զանգեցի Համլետին, հետո մի ուրիշ տեղ արդեն գտա, հաջորդ իրանց մոտ տեղ չկար, ուրիշ հյուրանոց զանգեցի, գտա, մարդիկ գնացին, ու իրանք էլ էին ասում, էլի ընտանիք էր, շատ հավեսով լավ ընտանիք էին, Լուսինե ջան պրիվետ, ու բաննա, ասմա գիտես ինչից է հավեսս գալիս Անահիտ, ասմա, որ դու վեր ես գնում վերականգնողական կենտրոն, չես կոտրվում, ասմա, այն որ երեխուդ ձեռը բռնում ես, գնում ֆրֆռան, սովորական հացը որ կարած նստես սենյակը մուտես, մի հետաքրքիր տեղ ես ուտում, ոչ դու ես կոտրվում, ոչ քո երեխուն ես կոտրում, այո սիրելի հետևորդներ, շատ դեպքեր եմ եղել, շատ եմ այդ ձև վարվել, եթե ես իմ օրը չգունավորեմ, հենց իմը, Ալեքսին հլամի կողմ դնենք, ես ոնց էլ Ալեքսին բարի աչքերով նայեմ, ժպտամ, քնքշություն տամ, ջերմություն տամ, այնա կկոպտեմ առավոտից իրիկու կգորգորամ, են որ մեկ-մեկ լնմա, երբ որ իրան լավ չի պահան, կլնի ամեն օր, բայց չէ, մենք ենք մեր կյանքի նկարիչը, մեր վրձինը միշտ մեր ձեռին ա, մեր ուղեղը մա, մեր աչքերի առաջ ա,
ու մենք ենք էլի որոշում ոնց անենք, ինչ անենք, երբեմն ինձ ասում են Երևան գնալու համար կլորիկ գումար ա պետք, համամիտ եմ, կլորիկ գումար իհարկե պետք ա, առանց գումար ոչ մեկ դեմքիդ չի նայի, բայց երբեմն էլ լինում ա, որ Ալեքսս կասի, մամ, էս ինչ բան է սիրտս ուզում ա, հո ես չեմ ասի ձեռիս փող չկա, ասում եմ գնացինք Ալեքս ջան, ու պատվիրում եմ, ասում եմ մամա բա դու առաջի հարցը, ասում եմ ես հավես չունեմ, չեմ ուզում, բայց երեխին չես ասի, ինչի չես ուզում, ու մի խոսքով լինում ա էլի մարդիկ ուրիշ ձևի են մեկնաբանում, իմ համար սովորական երևույթ, հա, որովհետև ամենքս ունենք մեր մտածելակերպն ու մեր մեկնաբանությունը, իմ համար կյանքում, որ իմ երեխեն չկոտրվի, չխղճանա, հիմա երբ որ իմացա այս հավես լուրը, մտածում էի էլի ասեմ, չասեմ, ոնց ասեմ, բայց ինչի չասեմ, ինչի մեկս մյուսին թևութի գունք չլնենք, ինչի չասեմ, հավատացեք դժվար ա, ես ինքս իմ սեփական մաշկի վրա զգացել եմ դա ինչ ա, ստեղ են ասում յարեն տիրոջնա ցավացնում, հավատացեք, վստահեք Աստծուն, Աստծուց համբերություն աղերսեք, որ դժվար ա, ես ամեն օր վեր եմ կենում, ասում եմ Աստված ջան, սորվա համար էլ ինձ համբերություն տուր, ու լավ կլինի, ինչևէ կոկորդս խեղդում ա, էլ չեմ կարում շատ խոսամ, երեկվա վլոգն այսօր էի դնելու, բայց որոշեցի այս կիրակի օրով, այս պայծառ օրով, այս տեսանյութն անեմ, սիրելի հետևորդներ, սիրելի ապագա մայրեր, չկոտրվեք, չհանձնվեք, չնեղվեք, ու լացեք նենց, որ ոչ մեկ չտենա, լացեք դուք ձեր համար, լացելն էլ ա պետք հոգին թեթևացնելու համար, բայց երբեք դիմացինի մոտ մի փորձեք կոտրվեք, ուժեղ եղեք, ներսից էլ փխրուն, ու մեկը մյուսի հետ կօգնի, կհանդիպենք օրվա վլոգում, լավ եղեք։